Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է ապրիլի 9 նախագահի երդմնակալության օրը համարել ստի կեղծիքի օր։ Երդման արարողություններ են կատարվում, որի բարոյական իրավունքը չունեն։ Եղիազարյանը բուռն է արձագանքում նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչեցրած այն մտքին, որ ազգային ժողովում հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում օլիգարխներ չկան։ Կարելի է նման սուտ ասել։ Անհարմար չի։ Ամոթա չէ։ Ասենք ձևակերպել են ունեցված իրենց տատիկի վրա, մորքուրի վրա։ Բայց եթե դու դրա մասին չես իմանում, ով գիտի դրա մասին։ Խոսելով Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի մասին, Եղիազարյանն ասաց, որ նա չի պատրաստվում պաշտպանել մի մարդու, ով անգամ ինքն իրեն չի պաշտպանում։ Հիմա դրա երդմանը հավատամ, մահանալուն, թե պաշտոն ուզելուն, որ մեկին։ Ամեն օր մի բան ասում է այդ մարդ։ Օրը չանցած մի հատ նոր բան է, սուրպրայզ է անում, սենց ասած իր լեզվով ասեմ։ Երևանի ավականու ընտրություններում ընդդիմության չմիավորվելու համար Եղիազարյանի խոսքով հազարում մի պատճառ կա։ Հենց այդպես, ես չեմ կարող Ռաֆի Հովհաննիսյանի հետ օրինակ միավորում ինքը իր ընդդիմությունը համարում։ Երեք շարաչորը ասում էր, որ կեղծելը, խաբելը իրան, էս արել են, բայց չէր ասում Սերժ Սարգսյանը։ Սրիկա մարզպետները, գյուղապետերը։ Իրան խաբել են։ Ընդդիմությունը դա դիմությունը չի, որ նույն այս կերատրատ տաշտի առաջ կողքերը նստած են, ընդհանրապես բրբրթել են իրար, ցես տեղավորվել է տաշտակի շուրջը։ Ունես ուղիղ մնացել են։ Մենք ազատ ենք, մենք անկախ ենք։ Ամեն մեկը սոցիալիստ է, մեկը լիբերալ է, եւ այլն եւ այլն։ Եղիազարյանը կոչով դիմում է երևանցիներին ընտրություններին իրենց ձայնը տալ իրական ընդդիմությանը, իսկ ընդդիմություն բացի ՀԱԿ-ից նա համարում է նաև ՀՅԴ-ին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Հանրապետական կուսակցության խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաքը չի հանձնելու ոչ մի այլ ուժի, Եղիազարյանն արձագանքում է։ Այդ իրա ոչ տատիկին է, ոչ պապիկին է, ոչ չտա։ Ինքը սկի ալավերդին չի կարա ասում, կարա տա, կարա չտա։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյեմ։